Բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք մի բանի մասին, որը երևի թե բոլորիս խոհանոցում կա, բայց որի մասին անկեղծ ասած հազիվ թե մտածում ենք։ Խոսքը սովորական արևածաղկի ձեթի մասին է։ Իսկ ինչ եթե ձեզ ասեմ, որ այդ թափանցիկ ոսկեգույն հեղուկի հետևում մի ամբողջ քիմիական գործարան է թաքնված։ Շատ դիպուկ նկարագրություն է։ Մենք սովոր ենք դրան նայել որպես ինչ-որ պարզ բնական բանի, բայց իրականությունը, երբ սկսում ես ուսումնասիրել արդյունաբերական արտադրությունը, դե մի քիչ այլ է։ Ու անկեղծ ասած, ոչ այնքան գրավիչ։ Ես միշտ պատկերացրել եմ, գիտես, մի մեծ մամլիչ, որը ճզվում է սերմերը ու վերջ։ Պարզվում է, իրականությունը շատ ավելի քիմիական է։ Եկեք հենց այդտեղից սկսենք։ Ինչպես է ստացվում այն ձեթը, որը մենք գնում ենք խանութից։ Դե մեծ արտադրության դեպքում սերմերը պարզապես չեն ճզում։ Դա այսպես ասած տնտեսապես ձեռնտու չէ, որովհետև շատ յուղ է կորչնում։ Փոխարենը կիրառում են քիմիական էքստրակցիա, այսինքն սերմերը մշակում են հատուկ լուծիչով։ Լուծիչով։ Այո, սովորաբար դա հեքսանն է, որպեսզի կարողանան կորզել յուղի մինչև 98%-ը։ Հեքսան։ Մի րոպե, այդ անունը ինձ շատ ծանոթ է հնչում։ Դա բենզինի հետ կապ չունի։ Ուղիղ կապ ունի։ Հեքսանը նավթամթերք է, օրգանական լուծիչ, որը այո, ստանում են բենզինի վերամշակումից։ Իհարկե տեխնոլոգիական գործընթացը պահանջում է, որ այն հետո ամբողջությամբ գոլորշիանա ու հեռացվի ձեթից։ Բայց արդյոք ամբողջությամբ հեռացվում է։ Այս է հարցը։ Այսինքն մենք ուտում ենք դա, թեկուզ միկրոսկոպիկ քանակությամբ։ Ահա այստեղ է, որ տեսակետները սկսում են տարբերվել։ Պաշտոնական վերահսկող մարմինները պնդում են, որ մնացորդային քանակն այնքան չնչին է, որ վնասակար չէ։ Հասկանալի է։ Բայց կա եւ մյուս տեսակետը, որը շատ ավելի կտրուկ է արտահայտվում։ Որոշ աղբյուրներում ուղղակի գրված է. սերմերը թրջում են բենզինով։ Վաու։ Եվ պնդում են, որ անհնար է 100%-ով վստահ լինել, որ այդ քիմիական նյութերի հետքերը զրոյական են։ Այսինքն, եթե ես ճիշտ եմ հասկանում, սկզբում սերմերը լվանում են բենզինի բաղադրիչով, հետո դա մաքրում են, բայց դրանով ամեն ինչ չի ավարտվում, չէ՞։ Դրան հաջորդվում են ելի մի քանի փուլեր։ Այո, եւ դրանք ոչ պակաս ագրեսիվ են։ Հաջորդը զտումն է կամ ռաֆինացումը, որպեսզի հեռացնեն ավելորդ նյութերը։ Հետո սպիտակեցնում են։ Սպիտակեցնում են։ Ինչով։ Հատուկ կավերի միջոցով, որպեսզի գույնը դառնա բաց ու թափանցիկ, այնպիսին, ինչպիսին մենք սովոր ենք տեսնել։ Եվ վերջին, ամենակարևոր փուլը հոտազրկումն է, դեզոդորացումը։ Իսկ դա ինչպես է արվում։ Դա արվում է շատ բարձր ջերմաստիճանում, մոտ 240 աստիճան Ցելսիուս եւ վակուումի պայմաններում։ Այս գործընթացը իհարկե սպանում է յուղի բնական համն ու հոտը։ Բայց երևի թե ոչ միայն համն ու հոտը։ Ճիշտ այդպես։ Միևնույն ժամանակ ոչնչացնում է նաև վիտամին E-ի եւ այլ օգտակար միացությունների վերջին մնացորդները։ Արդյունքում դե ստացվում է մի նյութ, որը նկարագրվում է որպես անգույն, անհոտ եւ կենսական նշաններից զուրկ։ Սարսափելի է հնչում։ Այն ավելի շատ քիմիական արտադրանք է հիշեցնում, քան սնունդ։ Հա։ Լավ, այդքան մշակումից հետո հասկանալի է, որ օգտակար նյութերը, այսպես ասած, զրոյանում են։ Բայց ավելի կարևոր է արդյոք այդ ընթացքում նոր վնասակար բաներ չեն ավելանում։ Ես լսել եմ այս տրանսճար արտահայտությունը։ Դա ստեղից է գալիս։ Հենց այդտեղից։ Շատ կարևոր է տարբերակել։ Կան բնական տրանսճարպեր, որոնք քիչ քանակությամբ կան, օրինակ, կարագի կամ մսի մեջ։ Դրանք ընդհանուր առմամբ անվտանգ են համարվում, բայց արդյունաբերական տրանսճարպերը լրիվ այլ պատմություն են։ Դրանք հենց առաջանում են բարձր ջերմաստիճանով մշակման, այսինքն դեզոդորացման ժամանակ։ Հա։ Կամ երբ հեղուկ յուղը հատուկ process-ով հիդրոգենացմամբ դարձնում են պինդ, օրինակ մարգարինը։ Պարզը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն ուղղակի կոչ է անում դրանք ընդհանրապես հանել սննդակարգից։ Եվ որտեղ են դրանք թաքնված։ Այն ցանկը, որը ես տեսա աղբյուրներում, ուղղակի ապշեցուցիչ էր։ Մարգարին, պոպկորն, չիփսեր, կեչուպ, մայոնեզ, գրեթե բոլոր պատրաստի սոուսները, կիսաֆաբրիկատները, ֆաստ ֆուդը ու ամենացավալին հրուշագեղենը։ Այո։ Թխված քաբլիթներ, վաֆլիներ, տորթեր, շոկոլադե բատոններ։ Փաստորեն կարելի է ասել, որ մեր մանկության համը տրանսճարպի համն է եղել։ Սա մի քիչ թխուր է։ Ցավոք այո։ Ու արտադրողները շատ խորամանկ են։ Նրանք պիտակների վրա հազվադեպ են գրում տրանսճարպ բառը։ Իհարկե։ Փոխարենը օգտագործում են այնպիսի անվանումներ, ինչպիսիք են խոհարարական ճարպ, բուսական յուղ, մասնակի հիդրոգենացված յուղ, որպեսզի շփոթեցնեն։ Միանշանակ։ Բայց սա խնդրի միայն մի կողմն է։ Մյուս ոչ պակաս կարևոր խնդիրը օմեգա 6 եւ օմեգա 3 ճարպաթթուների հարաբերակցության խախտումն է։ Թե սա ինչ է նշանակում մեզ համար։ Իհարկե,
Պատկերացրեք, որ ձեր օրգանիզմը տուն է։ Օմեգա 3-ը, որը շատ կա ձկան մեջ, դա, այսպես ասած, հրշեջն է։ Նա մարում է բորբոքումները։ Լավ։ Օմեգա 6-ը, որով չափազանց հարուստ է արևածաղկի ձեթը, փոքր կրակներ վարողն է։ Իրականում երկուսն էլ պետք են օրգանիզմին, բայց ճիշտ հարաբերակցությամբ։ Իսկ ո՞րն է ճիշտը։ Իդեալում պետք է լինի 1 հրշեջ 4 կրակ վարողի դիմաց։ Այսինքն 1:4-ի հարաբերակցություն։ Հասկանալի է։ Բայց ժամանակակից սննդակարգում, որտեղ ամեն ինչի մեջ արևածաղկի ձեթ կա, մենք ունենում ենք 1 հրշեջ 24 կամ նույնիսկ ավելի շատ կրակ վարողի դիմաց։ Այսինքն մեր տունը մշտապես թեթևակի այրվելու վիճակում է։ Ճիշտ այդպես։ Սա ստեղծում է մշտական քրոնիկ բորբոքվային ֆոն օրգանիզմում, որը շատ ու շատ հիվանդությունների հիմքն է։ Բացի այդ, արևածաղկի ձեթը շատ անկայուն է։ Այն շատ հեշտությամբ օքսիդանում է նույնիսկ օդի ու լույսի հետ շփումից, առաջացնելով ազատ ռադիկալներ, որոնք, որքան գիտեմ, վնասում են մեր բջիջները։ Այո, սրանք ագրեսիվ մոլեկուլներ են, որոնք վնասում են բջիջները եւ արագացնում ծերացման գործընթացը։ Իսկ ինչ է տեղի ունենում, երբ մենք դրանով տապակում ենք։ Սա կարծես ամենավատ սցենարն է, չէ՞։ Այո, տապակելիս, երբ ջերմաստիճանը բարձրանում է, այդ անկայուն յուղը վերածվում է իսկական թույների կոկտեյլի։ Առաջանում են նոր, խիստ տոքսիկ միացություններ, որոնք կապված են սրտի հիվանդությունների եւ նույնիսկ քաղցկեղի հետ։ Ահա որ է։ Այդ պատճառով է, որ բացարձակապես բոլոր տվյալները միաբերան պնդում են, երբեք մի օգտագործեք տապակելու յուղը երկրորդ անգամ։ Դա ուղղակի մաքուր թույն է։ Սպասիր, սա շատ կարևոր է։ Այսինքն մի կողմից այս ձեթը լի է պոտենցիալ վտանգներով։ Քիմիական մշակում, տրանսճարպեր, բորբոքումներ, տապակելուց առաջացած թույններ, բայց մյուս կողմից մեզ տարիներ շարունակ ասել են, որ բուսական յուղերն ավելի լավ են սրտի համար, քան կենդանական ճարպերը, օրինակ կարագը։ Քո ուղարկած նյութերում էլ կար այդ տեսակետը։ Ինչպես է դա հնարավոր։ Շատ լավ հարց է, եւ դա ամենամեծ հակասությունն է այս թեմայում։ Չնայած այս ամենին կան բազմաթիվ կլինիկական հետազոտություններ, որոնք ցույց են տալիս հակառակը, որ եթե մարդիկ իրենց սննդակարգում հագեցած ճարպերը, ասենք կարագը կամ սալը, փոխարինում են պոլի չհագեցած ճարպերով, օրինակ արևածաղկի ձեթով, նրանց մոտ նվազում է սրտանոթային հիվանդությունների ռիսկը։ Այսինքն ինչպես հասկանանք, մի կողմից թույն է, մյուս կողմից օգտակար։ Սա ուղղակի շփոթեցնող է։ Գուցե խնդիրը ոչ թե հենց ձեթի մեջ է, այլ նրա մեջ, թե ինչպես ենք այն օգտագործում։ Կարծում եմ դու շատ մոտ ես պատասխանին։ Հակասությունը հավանաբար հենց կիրառման ձևի մեջ է։ Եթե դու վերցնում ես զտված արևածաղկի ձեթը եւ դրանով համեմում ես աղցանը, կարագով բուտերբրոդ ուտելու փոխարեն դու հավանաբար նվազեցնում ես վատ խոլեստերինի մակարդակը։ Ճիշտ է։ Բայց եթե դու նույն ձեթը լցնում ես թավայի մեջ եւ տաքացնում մինչեւ 200 աստիճան, այն վերածվում է բոլորովին այլ վտանգավոր նյութի։ Այսինքն խնդիրը կոնտեքստն է։ Լավ, այսքանից հետո ինչ է մնում անել սովորական սպառողին, որը կանգնած է խանութում։ Թվում է առաջին կանոնը դետեկտիվ դառնալն ու պիտակները մանրամասն կարդալն է։ Միանշանակ։ Եթե տեսնում եք մասնակի հիդրոգենացված յուղ, խոհարարական ճարպ կամ նմանատիպ այլ անվանումներ, ավելի լավ է այդ մթերքը դնեք տեղը։ Դա վտանգի նշան է։ Այո, դա գրեթե միշտ նշանակում է տրանսճարպերի առկայություն։ Երկրորդ քայլը հնարավորինս նվազեցնել կիսաֆաբրիկատների ու արագ սննդի օգտագործումը։ Երբ դու ինքս ես պատրաստում, դու վերահսկում ես, թե ինչ յուղ ես օգտագործում։ Իսկ տարբեր նպատակների համար տարբեր յուղեր օգտագործելու մոտեցումը։ Օրինակ, աղցանի համար մի տեսակ, տապակելու համար մեկ այլ։ Սա ճիշտ է։ Դա ամենաճիշտ մոտեցումն է։ Աղցանների համար իդեալական են սառը սեղման, չզտված, այսպես ասած, extra virgin յուղերը։ Օրինակ, ձիթապտղի յուղը։ Այո, ձիթապտղի յուղը։ Այն պահպանում է բոլոր օգտակար նյութերը, բայց այն տաքացնել ընդհանրապես չի կարելի։ Ինչու՞։ Որովհետև շատ արագ սկսում է այրվել ու դառնալ վնասակար։ Հասկանալի է։ Իսկ տապակելու համար, եթե ոչ արևածաղկի ձեթը, ապա ինչը։ Տապակելու համար պետք են ջերմիմության նկատմամբ կայուն ճարպեր։ Դրանք հիմնականում հագեցած ճարպերն են։ Լավագույն տարբերակներից են օրինակ հալած յուղը, որը հայտնի է որպես հի։ Հա, լսել եմ։ Կոկոսի յուղը, որը շատ կայուն է բարձր ջերմաստիճանում, սովորական կարագը։ Կամ նույնիսկ կենդանական ճարպը, խոզի ճարպ օրինակ։ Զարմանալի է։ Դրանք ավելի քիչ են օքսիդանում եւ ավելի քիչ վտանգավոր միացություններ են առաջացնում տաքացնելիս։ Այսպիսով, ամփոփելով,
ունենք մի բավականին խճճված պատկեր։ Մի կողմից ագրեսիվ քիմիական արտադրություն եւ առողջական ռիսկեր, հատկապես տապակելիս, մյուս կողմից պոտենցիալ օգուտ սրտի համար, եթե այն օգտագործվում է ճիշտ կոնտեքստում եւ փոխարինում է ավելի վնասակար ճարպերի։ Ճիշտ է։ Պարզվում է, սովորական արևածաղկի ձեթի շիշը պարզապես շիշ չէ, այլ մի ամբողջ գիտական բանավեճի եւ արդյունաբերական շղթայի արդյունք։ Այո, եւ սա կարծում եմ մեզ բերում է մի ավելի լայն հարցի։ Մենք քննարկեցինք, թե ինչպես է արդյունաբերական արդյունավետությունը հակասության մեջ մտնում մարդու երկարաժամկետ առողջության հետ։ Հա։ Եվ ուզում եմ մեր այսօրվա զրույցն ավարտել մի հարցով ուղղված ձեզ։ Եթե այսքան բան թաքնված է սովորական ձեթի շշի հետևում, որը մեր առօրյայի մի մասն է, ապա էլի ինչ իրեր կան մեր շուրջը, որոնք ունեն նման թաքնված պատմություն, որի մասին մենք նույնիսկ գլխի էլ չենք ընկնում։